Կարկուտը հողին է հավասարեցրել, սելավը քշել տարել է գյուղացիների ամբողջ աշխատանքը։ Ավերածությունները մեծ են Արարատում, Արագածոտնում, Լոռիում, կադրերում Քաղցրաշեն բնակավայրն է։ Հեղեղը հասել է գյուղի տները, ճեղքելով այգիները։ Կարկուտից ու հեղեղից հետո Քաղցրաշենի գրեթե բոլոր ծառերը խոնարհված են։ Տիղմի մեջ թաղված ճյուղերին ծիրան չդարձած բերքն է։ Ջրի ուժգին հոսքին չեն դիմացել անգամ պարիսպները, մարդիկ փորձում են հաշվել վնասի չափը։ Արագածոտնի մարզի Աղցք գյուղում կարկուտը վնասել է ամբողջ բերքը։ Պարտքով, վարկով այգի մշակող գյուղացիները լուրջ խնդրի առաջ են։ Տարվա ապրուստի հույսը ծիրանն էր, հիմա ինչ թողել է կարկուտը ծառի վրա, դա էլ կթափվի։ Ոչ ոք չի կապնվել, գյուղապետին ենք զանգահարել, ասել է ներկայացրել եմ իրավիճակը, մինչև կեսօր մենք սպասում ենք ինչ-որ մեկի արձագանքին։ Եթե մինչև կեսօր արձագանք չեղավ, ստիպված մի բան պետք է նախաձեռնենք, չենք էլ ուզում ճանապարհ փակենք։ Չեն ուզում ճանապարհ փակեն, հարցը ուզում են քաղաքակիրթ ձևով լուծել, դիմում են վարչապետին։ Չգիտեմ, որ երրորդական խնդիր է ձեր համար, բայց էսի շատ կարևոր հարց է երկրի համար, որ գյուղացու վերջի ապրուստը սենց գետնով է եթում։ Հիմա նայես լավ գալիս է կոտորած։ Գյուղացիների զայրույթը հասել է այն կետին, որ մտածում են հակակարկտային կայանները միտումնավոր են խափանում։ Ինչ ասես արդեն մտքներով չի անցնում։ Մեզի թիկունքից են հարվածում, մտածված չեն կրակում։ Հազարավոր դեպքեր կա, տենում ենք, մարդիկ կրակում են, 5 րոպե հետո ամպերը ցրվում է։ Չի կրակի ոչ մի հատ։ Սկսեց մի քիչ հետո նոր սկսեցին կրակել։ Ինչի համար։ 200 խնձոր է հաշվել ծառի վրա։ Հիմա այնինչ մնացել է նույնիսկ անասնակեր չի դառնա։ 15 րոպե սառցե կտորների տակ է եղել աղցքը։ Հատիկները դեռ պատերի տակ են։ Ժողովրդի բերքը խոտարկից բռնած, պտղատու այգիներից, բաղերից, խաղի այգիներով սա վնասվել է։ Հիմա սպասում ենք պատասխանին։ Մեկ տարի անց Լոռին դարձյալ աղետի ճիրաններում է։ Հեղեղումների հետևանքով վարարած դեբետը անցյալ մայիսին իր հետ քշեց տարավ ամեն ինչ։ Տարեր քխլեց նաև մարդկային կյանքեր։ Հիմա մխիթարվում են, որ վնասը միայն բերքինն է։ Լենա Կարապետյան, Էպիկենտրոն։